Հաստատ ծույլիկ չեմ եղել, ես դա հաստատ կուրսի ամենաակտիվներից եմ եղել։ Ես նախընտրում եմ աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Ներկայացում ունեմ այն, մյուս երեխեքին պիտի կազմակերպեմ սենց։ Հիմա գնանք։ Արվեստը այն կետն է, որը մարդկանց չի թողնում, որ իրենց խիղճը կորցնեն։ Ամեն մեկը իր ճանապարհը ունի։ Ես կարծում եմ, որ ես փորձում եմ վերապրել, բայց ոչ ցուցադրել։ Չէ, ինչին պիտի նախանձեմ։ Դերասանուհի աշխատել, էլի։ Տարբեր տեղերում մտածել է, ինչ անի, այստեղ որ ուրիշ լինի, ես մի կերպարում ուրիշ լինի։ Օրինակ, քեզ առաջարկելու են լինել, չգիտեմ, մանկուց տարբեր պրոյեկտներում էի մասնակցում, տենց նորաձևության ցուցադրությունների, հետո զարգացման խմբակ, արվեստի զարգացման խմբակ էի հաճախում, Ծիլ բուսած կենտրոնը Արմենուի Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ով մեր մեջ սերմանեց դեպի արվեստը, մանկական ներկայացումներ էինք անում ու դրա հետ հավասար ես նաև նորաձևության ցուցադրությունների էի մասնակցում, այսինքն շատ մանկությունս ամբողջությամբ հենց բեմական գործունեությամբ է, էլի, ծավալվել, պատանեկության տարիքում, երբ որ արդեն պիտի կողմնորոշվեի, որ ուղղությամբ եմ գնալու, բոլորը զգում էին, որ բեմը ինձ համար շատ հարազատ է ու երևի թե ճիշտ կլինի հենց ուղով գնալ, բայց որոշումը ընտանիքի անդամներինը չէր, ավելի շատ նաև իմն էր, որովհետև բոլորը տեսնում էին, որ ես ինձ բեմում շատ լավ եմ զգում։ Հետո մի առաջարկ եղավ հեռուստա պրոյեկտում աշխատելու որպես հաղորդավար, դրա հետ կապված ինձ ուղարկեցին Աննայի Մոթեքեքյան, իմ խոսքի վարպետի, ում հետ ծանոթությունը ինձ համար էր ինչ-որ մի հատ նոր իմ կյանքում էտապ բացեց ու որից հետո արդեն ոնց որ հասկացա, որ գնում եմ դեպի արվեստի բուհ, 4 տարի սովորել եմ դերասանական ֆակուլտետում, Արմեն Մազմանյանի արվեստանոցում։ Այդ ընթացքում արդեն ներկայացումներ, ուսանողական ներկայացումներ, Գոյ թատրոնում ներկայացումներ, ֆիլմերի առաջարկներ, հայ-ռուսական մի ֆիլմում երկրորդ կուրսում նկարահանվեցի, մեկնել էի Մոսկվա նկարահանումների Արմեն Ջիգարխանյանի հետ մի փոքր էպիզոդ ունեի, ինձ համար դա ինչ-որ ֆանտաստիկ մի բան էր, ռուս հայտնի անվանի դերասանների մասնակցությամբ ֆիլմ էր, դա էլ ինձ համար sense մի հատ մեծ փորձառություն էր։ Հետո դրամատիկական թատրոնից հրավիրեցին մի ներկայացման մեջ փոխարինելու մեր դերասանուհիներից մեկին, ով որ այդ ժամանակ երեխայի էր սպասում։ Ու սենց կամաց նաև դեպի դրամատիկ թատրոն եկա, չնայած մի ինչ-որ շրջան աշխատում էի համ Գոյ թատրոնում, համ դրամատիկական թատրոնում։ Կարելի է ասել ուսանողական կարգավիճակը ու պրոֆեսիոնալ բեմ դուրս գալը իրար հետ միահյուսված է եղել, այսինքն ուսանողական տարիներս արդեն շատ ակտիվ էին նաև ներկայացումներով լի, տարբեր ուրիշ ուսանողական ընկերների ներկայացումներում փառատոնների էինք մասնակցում, Հայֆեստի առաջին ներկայացումներն էին, որ ներկայացնում էինք մեր խելառ էքսպերիմենտները, կարծում եմ յուրաքանչյուր երիտասարդ սկսնակ դերասանի կյանքում նման էքսպերիմենտներ շատ պիտի լինեն։ Հետո հիշում եմ ինստիտուտը ավարտելուց հետո մեր դիպլոմային աշխատանքով, որ մեզ հետ աշխատեց ռեժիսորը, ինքը ինձ առաջարկեց մոնոներկայացում անելու, մոնոներկայացում արեցինք Շեքսպիրյան Օֆելիայի վերջին երգը, դրանով էլ մասնակցեցի Արմոնոյին։ Այդպես, տենց շատ ակտիվ ընթացքի մեջ էի ու արդեն թատրոններից առաջարկ էր լինում, գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները շատ տեղերից առաջարկ եմ ստացել թատրոնում աշխատելու, բայց ինձ համար հարազատը բնականաբար իմ արվեստանոցներ Արմեն Մազմանյանը եւ նաեւ դրամատիկական թատրոններ ինձ համար հետաքրքիր, որպես ինչ-որ ուրիշ մտածողության տեղ։ Ինստիտուտը ավարտելուց հետո ես զգում էի, որ ես դեռ փորձառության մեջ շատ մեծ բացեր ունեմ ու ամեն դեպքում մենք Արմեն Մազմանյանի հետ ու իր արվեստանոցում ինչ-որ ուսումնասիրել էինք, բաներ կար, որ ես զգում էի, որ դեռ ես ինչ-որ բաներ դեռ չեմ արել, այսինքն զգում էի, որ թատրոնի ներկայացումների տեսակ կա, որոնց ես դեռ ծանոթ չեմ։ Ու այդ առումով ես դրամատիկական թատրոնում իսկապես շատ մեծ փորձառություն եմ անցել Արմեն Սաղջանդիկյանի օգնությամբ, Հրաչյա Հարությունյանի օգնությամբ, Արտուր Ուտմազյանի, ովքեր ինձ ինչ-որ մի հատ նոր հարթության բերեցին ու ինձ հնարավորություն տալով տարբեր տեսակի ներկայացումների ու նաև Գրիգորի հետ Խաչատրյան շատ հետաքրքիր աննորմալ էքսպերիմենտներ են կարել ու շատ տարբեր ոճի ներկայացումներ են կարել ու ես կարծում եմ, որ հնարավորությունը այդ տարբեր տեղերում, տարբեր ներկայացումներում, տարբեր ձևով ներկայանալու քեզ իսկապես հղկում է ու դու դառնում ես իսկապես քո գործից ինչ-որ բան հասկացող, քո մասնագիտության
տեր մարդ։ Մեր մասնագիտության մեջ էլ կան բարդություններ։ Ես կարծում եմ միանշանակ պիտի դեպի այս մասնագիտությունը գանեն մարդիկ, ովքեր այս մասնագիտությամբ ուղղակի շնչում ու ապրում են։ Այսինքն իրենք ապրում են սրանով ու ոչինչով բացի սրանից չեն կարող զբաղվել։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ ինքը իր գույնը, իր տեսակը ունի, ինչով տարբերվում է մյուսներից ու դու հետաքրքիր ես հենց քո ներկապնակով։ Իսկ թե ինչպես դու ինքդ քո ներկապնակը, այսպես ասած, տարիների ընթացքում ավելի բազմազան կսարքես, ավելի թավշի, ասենց ավելի կխորացնես, դա արդեն քեզնից է կախված։ Սա անվերջանալի ինչ-որ մի հատ process է, որ դու կարող ես մինչև կյանքի վերջ քո մասնագիտությունը ուսումնասիրես։ Մասնագիտությունը ուսումնասիրելու համար կարող ես ուղղակի մարդկանց դիտարկես, կենդանիների, երեխաների, այսինքն ամեն ինչին լինել ուշադիր, վերցնել են ամեն ինչ, ինչ որ մեզ շրջապատում է ու դա փորձել վերցանել արդեն ինչ որ արվեստի գործում։ Ինձ համար եթե թատրոնում ինչ որ բան է արվում, դա պիտի մարդկանց սրտերը ինչ որ մի ձև շարժի, այսինքն մարդիկ ինչ որ մի բանի համար գալիս են, չէ՞, թատրոն, ինչ որ հոգևոր պահանջ ունեն, ինչ որ մի բան ուզում են, չէ՞, տեսնել, ինչի համար են գալիս թատրոն, ինչ որ մի բանի կարիք ունեն, այսինքն եթե թատրոն գալիս են ու այդ չեն ստանում այդ ինչ որ մի բանը, հուզվում, չգիտեմ, մտածելու առիթ տալիս, եթե ինչ որ մի բան մարդկանց չի կպնում թատրոնից, այսինքն իրանք այդ ժամանակ են իրանք գոհ կամ չգոհ լինում։ Իսկ եթե ինչ որ մի ձև հուզել է, ինչ որ մի ձև խիղճն է արթնացրել, չգիտեմ, կամ մտածելու տեղ է տվել, որ մի հատ վերա իմաստավորի իր կյանքը, իր հարաբերությունները ուրիշների հետ, այդ ժամանակ ինքը հաստատ գոհ կլինի իր դիտած ներկայացումից։